Գիրքովսե, գլուխ 13։ Երբ որ Եփրեմը խոսում էր, դողում էին, բայց բարձրացավ Իսրայելի մեջ և հանցան գործեց Բահաղով և մեռավ, և հիմա էլի մեղք են գործում, և իրանց համար ձուլածո կուռքեր են շինում իրանց արծաթից, իրանց խելքի համեմատ արձաններ, որ ամենքը արվեստավորի գործ են։ Իրանք ասում են նրանց. զոհանող մարդիկը համբուրեն որդերին։ Դրա համար պիտի առավոտյան ամպի պես լինեն, և ցողին պես, որ շուտով անցնում գնում է, մղեղի պես, որ փոթորիկը վեր է հանում կալիցը, և ծխնելույզից դուրս եկած ծուխին պես, սակայն ես քո Տեր Աստվածն եմ Եգիպտոսի երկրիցնի վեր, և ինձանից ջոկ մի Աստված չես ճանաչում, և մի փրկիչ չկա բացի ինձանից։ Ես քեզ ճանաչեցի անապատումդ օդակես երկրումը։ Իրանց արոտին համեմատ նրանք կշտացան և նրանց սիրտը հպարտացավ, սրա համար ինձ մոռացան։ Եվ ես նրանց համար պիտի առյուծի պես լինեմ, ինձու նման պիտի դարան մտնեմ ճանապարհի մոտ։ Նրանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջու նման, և պիտի ճղոտեմ նրանց սրտի փականքը, և նրանց այնտեղ պիտի ուտեմ առյուծի պես։ Դաշտի գազանը պիտի պատառե նրանց։ Քեզ կորցնում է, ով Իսրայել, այն, որ դու ինձ քո օգնությանը դեմ ես։ Ո՞ւր է հիմա քո թագավորը, որ քեզ ազատե քո բոլոր քաղաքներումը, և ո՞ւր են քո դատավորները, որոնց համար ասում էիր. «Տուր ինձ թագավոր և իշխաններ»։ Ես քեզ թագավոր տվի իմ բարկությունովը, և կառնեմ իմ սրտմտությունովը։ Եփրեմի անօրենությունը կապված է, ծածկված է նրա մեղքը։ Ծննդականից հավեր են գալիս նրա վրա։ Նա անխելք տղա է, որովհետև ժամանակով չէր կանգնել որդեծննդյան արգանդի բերանումը։ Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նրանց, մահվանից պիտի պրծեցնեմ նրանց։ Ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է ավերմունքդ, դժոխք։ Զղջումը ծածկված է իմ աչքերից, որովհետև նա պտղաբեր է եղբայրների մեջ, բայց արևելյան քամին պիտի գա, Տիրոջը հողմը վեր է կենալու անապատիցը, և պիտի ցամաքի նրա աղբյուրը, և չորանա նրա ակնը։ Նա պիտի կողոպտե ամեն ցանկալի բաների գանձը։ Սամարյան ավերակ պիտի դառնա, որ ապստամբվեց իր Աստծուն դեմ։ Սրով պիտի ընկնեն, նրանց երեխաները պիտի ջախջախվին, և նրանց հղի կանայքը պիտի ճեղքվին։